Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձներ հղած է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինին եւ Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին Չինաստանի գազམ-ավորման 76-րդ տարեդարձին առիթով։ Վերջին տարիներուն Հայաստան-Չինաստան փոխգործակցության ամենենդարբեր ոլորտները ներս արձանագրված հաջողությունները նույնպես երկուստեք հանձնառության եւ համատեղ շարունակական ջանքերու արդյունք են, որոնց շնորհիվ մեր երկիրներու միջև երկկողմ հարաբերությունները բարձրացած են որակապես նոր ռազմավարական գործընկերության մագարտակի։ Աբու Դաբիի մեջ տեղի ունեցող համաշխարհային երկաթուղային ենթագառուցվածքների ցուցահանդեսի եւ համաժողովի շրջանակները ներս Հայաստանի դարածքային կառավարման եւ ենթագառուցվածքներու նախարար Դավիթ Խուդատյան հանդիպում ունեցած է Արաբական Միացյալ Էմիրություններու ուժանույթի եւ ենթագառուցվածքներու նախարար Սուհեյլ Էլ-Մազրուայի հետ։ Գահիտնեն ենթագառուցվածքներու նախարարութենեն մասնավորապես Էմիրություններու նախարարին ներկայացված է Հայաստանի մեջ արևային ուժանույթի զարգացման միտումները քննարկված է արևային ուժանույթ գուտակելու Էմիրություններու առաջադար փորձը անդրադարձ կատարված է նաև ջրային ոլորտի մեջ հնարավոր համագործակցության վերաբերող հարցերում։ Ներքին գործոս նախարարութենեն գայտնեն, որ աշխատանքային այցելությամբ Արաբական Միացյալ Էմիրություններու մեջ գտնվող Հայաստանի ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյան հանդիպում ունեցած է Արաբական Միացյալ Էմիրություններու նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին հետ։ Առողջապահության նախարարությունը ավարտեց մարզային բժշկական կենտրոնները քերադեշտության ենթակայության տակ անցնելու համար անհրաժեշտ ձևակերպումները։ Պետությունը վերջին տարիներուն մեծածավալ ընդհանուր ներդրումներ իրականացուց մարզային կենտրոնները կառուցելու, վերակառուցելու եւ այս քաղաքականությունը պիտի շարունակվի։ Այս պահուն մենք ունենք առողջապահության նախարարության կողմեն իրականացվող մոտավորապես 13 շինարարական ծրագիրներ, որոնք պիտի շարունակենք, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։ Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Արսեն Թորոսյան Ռայզ 2025 համաժողովի շրջանակներում մեջ հանդիպում ունեցած է Սերբիո կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ կանանց տնտեսական ու քաղաքական զորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ։ Հանդիպման ընթացքին կողմերը կարևոր նկատած են կանանց ներգրավվածությունը որոշումներու ընդունման, աշխատանքային հավասար հնարավորություններու, ինչպես նաեւ փորձի փոխանակման, կանանց իրավունքներու պաշտպանության ոլորտները ներս։ Նախարար Թորոսյան նաեւ մասնակցած է Ռայզ 2025 համաժողովին կանանց տնտեսական հզորացում խորակիրով պանելային քննարկման եւ հանդես եկած ելույթով, ընդգծելով կանանց տնտեսական եւ քաղաքական անկախության խթանման կարեւորությունը, ներկայացուցած այս ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը։ Արսեն Թորոսյան գարժադեվ զրույց ունեցած է նաեւ Սերբիո վարչապետ Ջուրո Մացուդի հետ։ Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյան հերավար գարկով մասնակցած է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ եւ ընդլայնված գազմով նիստերում։ Փոխվարչապետը հանդես եկած է ելույթով, ուր մասնավորապես անդրադարձած է բարենային անվտանգության, արդյունաբերության, ուժանույթի թվայնացման եւ դարաշրջանային հաղորդակցությունների ուղղություններով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեջ համագործակցության հարցերում։ Վարսոյի մեջ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Լեհաստանի արտաքին գործոս նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկած են Հայաստանի եւ Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու արգա միջոցները։ Միրզոյան եւ Սիկորսկի միտքեր փոխանակած են Եվրամիության շրջանակներում մեջ գործընթացներուն, ինչպես նաեւ Հայաստանի եվրոպական համարգման առնչվող հարցերում։ Անդրադարձ կատարված է Եվրոպական միության Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին Հայաստան Եվրամիություն տարբեր ուղղություններով խորացող գործընկերության հարցերում։ Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին գործոս նախարարները անդրադարձ կատարած են նաեւ աշխարհակաղակական զարգացումներուն, ժողովրդավարական գործընթացներուն, ընդգծելով արգա մարտահրավերներու հաղթահարման փոխգործակցության կարեւորությունը։ Գիբրոսի Հանրապետության մեջ Հայաստանի տեսփանադունը Գիբրոսի անկախության օրվան առիթով շնորհավորած է երկրի կառավարությունը եւ եղբայրական ժողովուրդը։ Այս մասին նշված է Հայաստանի տեսփանադան տարածած հաղորդակցության մեջ։ Հայաստան բարձր կգնահատե Գիբրոսի հետ ամուր բարեկամություն ու գործընկերությունը, որոնք հիմնված են ընդհանուր արժեքներու, փոխադարձ հարկանքի եւ սերտ համագործակցության վրա, նշած է Գիբրոսի մեջ Հայաստանի տեսփանությունը, ակնկալելով շարունակաբար խորացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներեն ներս։
Թուրքիո ազգային անվտանգության խորհուրդը վերահաստատած է իր աջակցությունը Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման ջանքերուն, ըսված է խորհրդի նիստի վերաբերյալ դարածած հաղորդակցության մեջ։ Նիստը վարած է երկրի նախագահ Ռեջեփ Տայիփ Էրդողան։ Խորհուրդը ընդգծած է նաև Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև ճանապարհային կարևորությունը, որը թուրքական կողմին ձևակերպման պիտի ծառայի դարաշրջանի բոլոր երկիրներու շահերուն։ Վաշինգտոնյան կակատնաժողովեն հետո Երևան այցելած էր Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման հարցով Թուրքիո հատուկ բանակնած Սերդար Քլաչ։ Միաժամանակ բանակցություններեն հետո թուրքական կողմը ընդգծած էր, որ հարաբերությունները պիտի ղեկավարվին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Անկարան գագնգալի, որ այդ տեղի ունենա հաջորդ տարվան առաջին կեսին։ Քննարկումներեն հետո հայտարարված էր նաև, որ կողմերը համաձայնած են անհրաժեշտ աշխատանք կատարել 2026-ին տարբեր ուղղություններով թռիչքները սկսելու համար, եւ 3 Թուրքիո խոշորագույն Turkish Airlines ազգային ընկերությունը հայտարարած է, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ պիտի սկսի դեպի Երևան։ Ընկերությունը մանրամասնություններ չի հաղորդեց, նշելով միայն, որ թռիչքները պիտի իրականացվին կախված հնարավորություններեն եւ շուկայի պայմաններեն։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Գազայի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու համար Համաս 3-4 օր ունի կփոխանցե The Guardian։ Այս մասին Թրամփը ասաց է լրագրողներուն հետ զրույցին, ավելցնելով, որ հակառակբարակային Համաս բախում պիտի ունենա հետևանքներուն։ Ան նշած է, որ Իսրայելի եւ արաբական առաջնորդները ընդունած են առաջարկը եւ բարձավես Համասին կսպասեն։ Առնվազն 60 զոհ գակրետ է 150 վիրավոր Ֆիլիպիններու գետրոնական Սեբու նահանգի ափերուն 6.9 ուշքնությամբ երկրաշարժի պատճառով փլուզված են շենքեր։ Ամերիկայի երկրաբանական ծառայությունը գայտնի, որ երկրաշարժը տեղի ունեցած է 3 շաբթի տեղական ժամանակով 9:59-ին Սեբու գղզի հյուսիսային հատվածին մոտ Բոկո քաղաքի մոտակայքին։ Երկրաշարժին հաջորդած են հետցնցումներ։ Ձեզի հետ էր Անի Զեյթունցյանը։